23 թվականին լուրջ բոյ էի պատրաստում Չարլզ Մարտինի հետ։ Ռայան Գարսիա Թենք հետ ֆայթի տակ Լաս Վեգաս։ Մի ամիս առաջ կողս շարտա։ Վերջ, այ այսպես կանգնել եմ, սառել եմ, չեմ կարողացել ոչ շնչեմ։ Ահավոր բան եմ։ Խոսում եմ մենեջերիս հետ, ասում կաղես, մյուսը 400 pound բանոց մարդ բերես։ Կապեք ենք անում այսպես։ Մեկ է ջոկեր եկավ։ Ու այդ բոյից հետո մի անգամից PBC-ից կոնտրակտ եմ ստացել։ Բոլոր մարզիկների իմ, Նարեկի, քո վստահ եմ։ Ու բոլորի մոտ եղել է մի հատ ինչ-որ շրջան, որ սենց այն բարձրանալու շրջան է եղել, էլի։ Առել եմ աստղ, չէ, ես աստղ չեմ, բայց ես գտա իմ սխալս ուտեղ էր։ Այսինքն եթե բոքսերը մտնում է ռինգ ու ինքը մտածում է, որ ինքը կրվելու է, ես կարծում եմ այդտեղ ինքը ռինգ չմտնի։ Վստահությունը գործի կեսն է։ Այս գործի մեջ մենակ մարդ չկա։ Չես կարող ասես մենակ բոքսերը լավն է։ Լավ բոքսերի կողքը լավ քոչ է, լավ մենեջեր է, լավ պրոմոտեր է։ Ողջուններս հայ ժողովուրդ, այսօր ունենք շատ մի հիանալի հյուր, մի հիանալի անձնավորություն։ Մեր ծանրակաշ բռնցքամարտիկ, սիրողական բռնցքամարտում շատ հայտնի, ինչպես նաև հիմա արդեն պրոֆեսիոնալ բռնցքամարտում իր մեծ քայլերով գնում է առաջ, մեր Գուրգենը Հովհաննիսյան, մեր լավ ընկեր, մեր հավաքականի անդամ, մեր հետ երկար տարիներ ճանապարհ անցած։ Այսօր Գուգ ջան, խոսալու ենք քո մասին, նախ առաջ ոնց ես, ինչ ես անում, ինչով ես զբաղված։ Ես էլ եմ ողջունում բոլորին, շնորհակալ եմ հրավերի համար։ Լավ եմ։ Հարաբունքները լավ են։ Հարաբունքները լավ, նորից սկսել ենք մարզումները, պատրաստում ենք հաջորդ գալիք մարտին։ Իմիջայլոց շնորհավորում ենք հաղթանակիդ համար WBA Նորթ Ամերիկայի չեմպիոնի տիտղոսը։ Ու այդ գոտիով համեմտար աշխարհում top 10-ի մեջ, չէ։ Մենք вообще ծանրքաշ բոքսեր չենք ունեցել, չէ՞, պրոֆեսիոնալ բռնցքամարտ։ Չէ, առաջինն եմ, այս պայն առաջինն եմ։ Ապրես։ 10-րդն եմ աշխարհում, հա, հուսանք շուտով։ Բայց դե ավելի շատ ճանաչում են որպես Big Goog։ Big Goog։ Դա էլ հիշում եմ, որ դպրոց գնացել էինք։ Երեխեքը գորվեն Big Goog։ Երեխեքը Big Goog։ Մի քիչ դուները եկել։ Ամերիկայում Գուրգեն Հովհաննիսյան, հա, ընտրում են, բայց նիքնեյմ որպես Դե հա, ընդունված է բռնցքամարտը։ Սիրել են այդ անունը։ Քո դուրը գալիս է։ Ես դե Գուգը Հայաստանում միշտ ասում են, չէ՞, Գուգ, որպես կարճ Գուրգեն։ Մի հատ Big ավելացել։ Մի հատ Big ավելացել։ Մեծ եմ չափսերով։ Նորմալ է։ Գուգ ջան, ոնց են պարապմունքները, մենամարտից հետո ոնց ես քեզ զգում, տրավմաներ կամ չգիտեմ։ Չէ, փառքաստու այս մարտից հետո չեմ ունեցել ինչ-որ վնասվածքներ։ Մի շաբաթ հետո նորից սկսել եմ մարզումները։ Մեծ մարտ է սպասում նոյեմբեր-դեկտեմբեր ամսին։ Իսկ հիմա ինչ ցիկլում է, ինչ վիճակում ես, ասենք, մրցումային փուլ ես անցնում, թե ինչ մրցումային, ինչ ես հիմա, ինչ վիճակում ես։ Մարզումներս մի քիչ ձևը փոխվել է, քանի որ ունենք ժամանակ նոյեմբեր-դեկտեմբեր։ Հիմա մի քիչ, այսպես ասած, ֆիզիկականի վրա, դիմասկանության վրա ենք աշխատում, քանի որ ժամանակ կա, տեխնիկականը ունենք արդեն, այսպես ասած, բայց հիմա ավելի շատ ֆիզիկականի վրա, դիմասկանության վրա ենք աշխատում։ Սպարինգ չկա էլի այս։ Չէ, հիմա սպարինգ չկա։ Իսկ բանը, ֆիզիկական աշխատանքը անում ես առանձին մարզիչի մոտ, բռնցքամարտի մարզումները անում ես առանձին մարզիչի մոտ, մի քիչ մանրամասն այդ եմ մտածում։ Այդ բոլոր մարզումները անցկացնում իմ ջոգուսանի հետ, իմ մարզիչի հետ, նույն զալում ֆիզիկական ասելով, ես երևի գիտեք, որ երբեք ինչ որ գանտելներով ծանր աշխատանքներ չեմ տարել։ Իմ փոքրուց, չգիտեմ ոնց է ստացվել, միշտ այնպես մարզիչի մոտ եմ եղել, որ չի կենտրոնացել ֆիզիկականի վրա։ Միշտ տեխնիկայի վրա ենք աշխատել։ Ես ինձ փոքրուց որ հիշում եմ, միշտ սպարինգ, ամեն օր զալ ենք գնացել, սպարինգ ենք արել։ Չի եղել մեր զալում մի օր էլ ֆիզիկական։ Այսօր է գանտել անենք։ Հա, չի եղել։ Ու երևի իմ տեսքից էլ
զգացում է տեսնում, որ ես երբեք ֆիզիկական աշխատանք չեմ արել, ծանր Բայց աշխատանք։ քեզ ո՞նց է զգում, այսինքն այս պրոֆեսիոնալ սպորտում, պրոֆեսիոնալ բռնցքամարտում բոլորը գիտեն, որ ֆիզիկական վիճակը առաջի տեղերում է, էլի, բոքսն է, ֆիզիկական վիճակը, դաժե տեղեր ալնում, որ ֆիզիկական վիճակը ավելի կարևոր է, քան տեխնիկան կամ բոքսը, որովհետև այդ 12 ռաունդի ընթացքում մենակ բոքսով չես կարող, էլի 12 ռաունդ գնաս դի բարիբոմ ֆիզիկականն էլ տեխնիկն է։ Այս պահին իմ, այսպես ասած, սուբյեկտիվ կարծիքով ես ուրիշ ձև եմ նայում։ Այդ քո ասածը, հա, կա, բոլորը գիտեն, որ ֆիզիկականը, հա, Դա ամեն մարդու վրա մի ձև է, բայց այսօր ես իմ մոտ եկել եմ այն արդեն եզրահանգմանն եմ եկել, որ ես կարևոր չէ իմ համար ֆիզիկական տվյալը, իմ համար պետք է դիմասկանություն։ Դիմասկանությունը հետ էլ է ֆիզիկական։ Հա, բայց այդ ֆիզիկական ասելով ես պատկերացնում եմ ինչ որ մկաններ, կառուցված, կապ չունի։ Իմ ֆիզիկական աշխատանքը այս պահին, որ ես անցկացնում եմ իմ զալում, նորից բոքս է։ Նոր չկա ինչ որ գանտելներ, ինչ որ ծանր բաներ, նույն բոքսն է, ավելի ուրիշ տեսակի աշխատանք է, նույն մեշոքի վրա, նույն սպիդբագի վրա, ամեն ինչը նույնն է, բայց աշխատանքը ոչ թե արագության վրա է, այլ դիմասկանության, երկար ռաունդի, հարվածի խփելու ուժը, այդ ամեն ինչի վրա ենք աշխատում, այդ ձև ենք մեր ֆիզիկական այս բային զարգացնում։ Տարբերություն զգում ես վրա այդ աշխատանքից հետո։ Անպայման։ Մի հատ բան հարցնում։ Դու նայում ես ընդհանրապես ուրիշ պրոֆեսիոնալների ֆիզիկական հատուկ մարզումները։ Ասենք օրինակի համար Ջերվոնտայի կամ Քրաֆորդի ֆիզիկական հատուկ մարզումները նայել ես, ուսումնասիրել։ Ինչ որ հատուկ վիդեոներ չեմ նայել, բայց դե հա տեսնես թե ինչ կանեն, այդ ամեն ինչը իմ համար որ ես կնայեմ որպես ֆիզիկական չեմ նայ, իմ աշխում դերում է որպես ոնց ասեմ, բալանսի, այդ իրանց վարժություններն ու նայում, կոորդինացիա, այդ ամեն ինչի ես ուրիշ ձև եմ փորձում։ Ես հասկանում եմ, ես ոնց հասկացա։ Հա, ես ոնց հասկացա, դիմադրողականության վրան եմ հիմնականում շեշտը դրված, բայց օրինակ հենց կարելի ասել քո ֆիզիոնոմիայի top fighter որ ասեմ, բանը դա անգլերեն Fury նույն ֆիզիկական աշխատանքը անում է, ասենք պայթուցիկ հարվածների համար ու շատ ծանր բաներով է աշխատում։ Դիմադրողականության վրա էլ են անում, ֆիզիկական ուժեղ խփելու, պայթուցիկ խփելու համար ուրիշ բաներ են անում։ Էդի նշ չի ասում եմ լավական վատ է, ասում եմ որ սենց աշխատանքներ կա, բայց չպատասխանեցիր ֆիզիկականի մարզիչը առանձինա, տեխնիկական աշխատանքի մարզիչը առանձինա, թե նույն մարդիկ։ Նույն մարզիչն է, նույն մարզիչի մոտ եմ Ջոգուսոնի մոտ։ Ես իմ անկյունում նույնիսկ չունեմ այդ Կատմեն, ինքն է անում, ամեն ինչ իր հետ, ինքն է։ Իմիջալուր Ջոգուսոնը դե բոլորս գիտենք շատ հայտնի Hall of Fame 21 աշխարհի չեմպիոնի հետ է աշխատել, 21 աշխարհի չեմպիոն ունեցել։ Այդ արդեն լիքը բան է ասում, փորձ է։ Այդ իր փորձը արդեն 72 տարեկան 72 տարեկան։ Լուրջ ես ասում։ Հա։ Вообще չի ասի այսօր։ Ջահել։ Ֆրեդի 3-4 ժամ զալում եմ, 3-4 ժամ կանգնած է կողքս։ 3-4 ժամ ակտիվ։ Այդ ամեն ինչը կոչվում է բիզնես գուրջան։ Ինքը ժամանակ է դնում։ Հա, ինքը իրան ամեկ ես գործի մեջ մենակ մարդ չկա։ Չես կարող ասես մենակ բոքսյորը լավն է։ Լավ բոքսյորի կողքը լավ քոչ է, լավ մենեջերը, լավ պրոմոտեր է, չի կարող։ Չի պետք է իրար հետ համագործակցել։ Իհարկե կկորի այդ լավ տաղանդավոր մարդը լինի, կկորի։ Համագործակցես բոլորի հետ, չհամագործակցեցείς չի լինում։ Ոչ մեկ չի տակես այդ ճամփ։ Լավ top fighter-ների այդ սպարինգներ բաներ անում ես կամ լավ ինչ սպարինգներ ես անում, որ ասենք մարդկանց հայտնի անուններ։ Շատ այդպես հայտնի բոքսերների հետ չեմ սպարինգ արել։ Ունեմ լավ սպարինգ պարտներներ, բայց այնպես չէ շատ հայտնի են։ Սպարինգները նույն ձև ստանում ենք, հա, ճիշտ է, մեծ նշանակություն ունի top բոքսերների հետ սպարինգ անելը, այդ մի հատ նոր աճ է, նոր մի քայլ բարձրանում ես, որովհետև սովորելու բան ես։
Իսկ ամենաշատ ռաունդը որ գնացել ես, fight-ը ունեցել ես, քանի ռաունդ է, 12 8 8 ռաունդ եմ գնացել ամենաշատը։ Իսկ 8 ռաունդի համար մինչև fight-ի օրը, ասենք մինչև այդ մրցման օրը, քանի ռաունդ է սպարինգ անում։ Ընդհանուր վերցրած։ Հենց օրինակ բերեմ այդ 8 ռաունդը, որ գնացել եմ հիվանդացել եմ բոյից առաջ մի ամիս, սպարինգները բաց եմ թողել։ Երևի ընդանուր 60 ռաունդ 50-ից 60 ռաունդ սպարինգ եմ արել, որը իմ համար շատ քիչ է։ Պատրաստվել եմ իմ 8-րդ բոյից, այդ 7-րդ բոյն էր։ 8-րդ բոյին պատրաստվել եմ, ունեցել եմ 160 ռաունդ։ Բոյից առաջ արել եմ 160 ռաունդ սպարինգ, էլի 8 ռաունդի համար։ 5-րդ ռաունդին նոկաուտ եմ։ Նորմալից բարձր է։ Ու այդ ժամանակ զգացի, որ այդ իմ նորմալս է։ Վրետ զգացիր եք։ Եմ շատ սպարինգ անելով։ Նույնը այս վերջի բոյս անել եմ 150 ռաունդ եմ արել։ 8 ռաունդանոցի համար։ Այս վերջին 10 ռաունդ էր, էլի 150 ռաունդ եմ արել։ Որովհետև բոյը մոդիկ էր, այդ 7-րդ 8-րդ ու 9-րդ բոյերը իրարից ընդամենը 2 ամսվա տարբերություն կար։ Մոդ էր։ Ես շատ հետ չէի դուրս չէի եկած բոքսից։ Նորից շարունակեցի լավ տեղից, ոնց որ ասած։ Հա, շատ հետ չէի գնացել։ Շատ հետ չէի գնացել, 150 ռաունդ արեցի, բայց այդ երբ որ այդ առաջի անգամ 160 ռաունդ արեցի, ես ռինգ եմ մտել ինքնավստահ։ Ես ռինգում դեռ բոքսոր ես մտնում ես ռինգ, միշտ իշքան է ուզում լինի, միշտ գլխիդ մեջ ասում ես, այստեղ մի քիչ խնայեմ, որ կհասնեմ այնտեղ դուքում էլի։ Բայց ես այդ 8-րդ բոյին որ մտել եմ, դիմացինս եղել է կիլոյով 190 կիլո։ Երբ որ մտա ես այդ ռինգ, ես ընդհանրապես չէի մտածել հոգնելու մասին, ինքնավստահ եմ, ես գիտեի որ ես կարող եմ ամեն ինչ անեմ։ Այդ հոգնելը գլխիցս դուրս էր եկել։ Դա ամենամեծ խնդիրներից է։ Ու ես դրանից հետո հասկացա որ լավ մարզավիճակի ինքնավստահությունը։ Դու ինչքան լավ զգացիր քեզ, այնքան քեզ վստահ ես զգալու։ Այդ ինքնավստահությունը շատ մեծ բան է։ Հավատա հաղթանակի երևի 50%-ն է։ Սաղ մենամարտային ձևերում այտենց է, ճիշտ է։ Ասեցիր 190 կիլո էր մրցակիցը վերջի։ Դու քանի կիլո ես կշռում ֆայթի օրը։ Ես մինչև այդ ֆայթը միշտ կշռվել եմ 125։ Այդ դիմացից որ 190 էր, ես չփորձեցի քաշքցել, այդ արագությունս ինչքան է լինեի, իրանից արագ կլինեի։ Որպես ինքը 190 կիլո, ես 130 կշռվեցի։ Ու այդ 130-ից հետո ես հասկացա, ոնց է։ Ինքն 60 կիլո քեզանից ծանր է։ 60 կիլո ծանր է։ Մի հատ ինձնից ծանր է, չկա, բոքսեր չկա։ Ամենաբարձր խոսքի կբել եմ Michael Coffey հետ 300 pound, 135-6 կիլո։ Դրանից հետո ես Patrick Mailata-ի հետ 7-րդ բոս կշռվել է 140 կիլո։ Ես գիտեցել եմ այդ մաքսիմումն էլ դրանից ենքում չկա ու հետ ենք եկել, արդեն հաղթել ենք բան ու խոսում եմ մենեջերիս հետ, ասում կաղես մյուսը 400 pound բանոց մարդ բերես, կատակ ենք անում, այսպես անցանք գնացինք։ Մեկ եկավ։ Բոյից մի ամիս առաջ, բա Դժվան Քալոուեյ ասում եմ նայեմ ով է, բա արի ֆայթը սկսվում է հեսա Իռլանդացու հետ ֆայթի էր։ Տեսել եմ այդ ֆայթը մեր բանում Նյու Յորքում Մեդիսոնում, որ այնտեղում ոտը ինչ որ բան եղավ, չէ՞։ Նստած նայում ենք այդ TV-ով չի երևում քաշը։ Մեկը հաղորդում են որ կար, մեկը 410 pound, այդ անում է քեզի 180 100 քանի կիլո։ Ասի դե լավ, ում դանդաղ եմ։ Ու նայում եմ հələ բոքսը, զգում եմ որ շատ ոնց ասես արագ է, ունի միացպես իր մեջ հատուկ բան կար։ Ինքը 190 կիլո է, սա գիտեն որ սյո ինքը դանդաղ է, բան, բայց ինքը միացպես կպչուն մի հատ բան էր, այդ քու սխալի ժամանակ պատժում էր։ Ու այդ սխալ արեց այդ իռլանդացին, ու մի հատ կարճ աջ բաց թողեց, աջ հարված։ Ինքը այդ աջ հարվածից ընկավ ծնգի վրա ու վնասված ստացա։ Բայց ինչ յուղով ծունգը չգիտեմ։ Կրում էր մենամարտը։ Կրում էր, հա։ Դանդաղեցրած այդ վիդեոն նայել եմ։ Ինքը աջ հարված է, շատ կարճ աջ հարված է խփում այդ 190 կիլոյով, շատ կարճ ու արագ հարված խփեց, չզգաց ու ընկավ ծնգի վրա ու ծնգի վնասվածքով կրվավ։ Ու հիմա ես մտել եմ ռինգ, առաջի ռաունդն է, ասում եմ, դե զգում եմ առավելությունս, բայց գլխիս մեջ զգուշությունն է։
որ ես դիզգուշ եմ, Գուրջան դե քո քաշում դու իրավունք չունես զգուշ չլինես։ որովհետեւ ինքը ամեն այդ իրա մի հատ ծախոր ես ստանում էի, նա կա ուժեղ հարված ու ծանր հարված։ Այդ հարվածը իմ համար ծանր էր, 60 կիլո վերադավել ու ես զգացի մարդիկ ինչ են զգում իմ հետ, երբ որ ես եմ իրանցից ծանր։ Հա, բա, այդ Ու նոր զգացի այդ ամեն ինչը զգուշություն 60 կիլո։ 60 Լուրջ կիլո, կաշ է, ոնց որ էլի, մի հատ հասկանում ինձանից։ Ես պատկերացնում ասենք ես վայլդքարտում սպարինգներ եմ անում, օրինակ ինձնից մի քաշ ավել քալումի հետ կամ այն նստողի հետ, ասենք Զգում ես մի քաշ բարձր ես 147 եմ, 154-ի հետ եմ սպարինգ անում, գաբարիտը զգում ես, էլի։ Էդի տարբեր է այդ միջին քաշերում, բայց ընդ արդեն էդի ուսումնասիրված բան է, չէ, որ ընդ արդեն 91-ից վերև արդեն սաղ մի լեվելում են, մի բանի մեջ են։ Ինչքան էլ լինի հաճիշտ ես ասում, բայց էլի ինչքան էլ լինի, բայց այդ միջին քաշերում տարբեր է։ Մի քաշը արդեն փոխվում է, երկու քաշը փոխվում է, տոտալ տարբեր։ շատ մեծ է տարբերությունը։ Բայց հիմա ասենք Մայք Թայսոնն էլ չէ, իր ժամանակով 40-50 կիլո ծանրի հետ էր կպնում։ Հա։ Ու տարբերություն չէր դնում էլ։ Հա, թեթև ա եղել։ Ուզում եմ ասեմ, այդ ամեն ինչը, որ այդ քաշերը ոնց որ բաշխել են, որ 91-ից կամ 100-ից վերև, հա, ինչ-որ միտք։ Համը կարող է մի աշխարհում այդ մի հոգին լինի, մեկը մի հոգի Մոզամբիկում, ասենք, հասկացար էլ այդ քաշը մարշալի է, ասենք ինչ անեն, չթողեն այդ մարդը բարը։ Բայց զգացի ահա որ այդ քաշային տարբերությունը ամենածանր կներես։ Շատ ես բանան միջև fight-ը, որ fight ունես, մրցակից ունես, շատ ես ուսումնասիրում, թիմով եք ուսումնասիրում, ոնց ալնում եք։ Այդ ուսումնասիրելը, հա, առաջարկ գալիս է, մի հատ բոլորս նայում ենք։ Չէ, ինչ որ հատուկ, չէ, հատուկ ասենք այդ մրցակցին համապատասխան սպարինգ պարտներն բերեն, սպարինգի համար բան, sense բաներ կա, թե չէ։ Ունենք սպարինգ պարտներներ, ումոր կարող ենք օգտագործենք, մինչև հիմա ինչ որ ունեցել ենք, ինչ առաջարկներ ունեցել ենք, մեր ունեցած սպարինգ պարտներները մեզ հերիկել են, ոնց որ ասած։ Մեր տայկա համապատասխանել են։ Ապակայում որ ունենանք մեզ հակառակորդներ, որոնք որ մեր տղաները արդեն ավելի լուրջ, հա, ավելի լուրջ պատրաստ ենք վճարել մարդկանց բերել որպես սպարինգ պարտներ։ Որովհետև այս գործում պետք է ներդրում անես։ Բնականաբար։ Այստեղ Լոս Անջելեսում հայնքը բոքսի կենտրոն է, բայց ծանր քաշեր այստեղ շատ չեն։ Ինչքան կան իմ հետ աշխատում են 90% երևի։ Մնացածին արդեն ուրիշ նահանգներից կառաջարկենք բոլորն է կուզենան։ Պատկերացումներդ ոնց է փոխվել, հա, вообще, այս սիրողականից հետո պրոֆեսիոնալ մոդել ես այդ սկզբի ժամանակից մի քիչ պատմի, ինչ էիր զգում, ոնց եղավ այդ առաջի ֆայթը, ինչ զգացողություններ էր, ինչ համար ես ամեն ինչ ասում, որտեղ շատ մեծ է։ Իմ հետ ես էդի զգացել եմ, ու հետաքրքիր է դու ոնց ես էդի անցողիկ այդ փուլը ոնց է եղել քո մոտ սիրողականից պրոֆեսիոնալ։ Սիրողականից որ եկա այստեղ 23 տարեկան էի։ Սեպտեմբերի 2-ին եմ եկել 21 թվի ու սեպտեմբերի 18-ին արդեն բոյենդեր է։ Այդ բոյը արդեն այդ պարամունքները հենց սկզբից մտել եմ զալ, դե ժամանակ չգիտեի ուր էի գալիս, ինչ էի անում։ Դե մեր մոտ պարապել ենք օրը մի ժամ, նորմալ է երևի մի ժամը սիրողականի համար։ Ու սկսել եմ պարամունքները, զգում եմ որ պարամունքը երկարում է, նայում եմ ժամին 12-ին ենք սկսել, արդեն 2-ն է, ասում դե երևի հեսա կվերջանա էլի։ Նորից մի քիչ անցնում եմ, զգում եմ որ արդեն լավ չեմ, սոված եմ, նորմալ ժամ չի էս ամեն ինչը։ Քունը սատանում շտոտը։ Քունը սատանում, նայում եմ ժամին, ժամը 12-ից 4-ն է դառը։ Ու այդ աշխատանքին ես սովոր չեմ, այդ քունը տանել որ ասեցի, սկսում է շաքարը սնգնել։ Սովածությունից ու այդ նագրուսկեն օգտվել է։ Ես այդ ծանր մարդը։ Անտեղյակ ամեն ինչից եկել եմ մի ժամ պարաբելու, մտել եմ զալ, զգում եմ արդեն մութ ընկավ։ Ու այդ ամեն ինչին շատ դժվար սորվա։ Երևի մոտ 6 ամիս այդ ամեն ինչը շատ ծանր էր, իմ օրգանիզմս չէր ադապտանում այդ պարամունքներին, որովհետև դե Ջոն աշխատել է միշտ երևի մեծ բոքսերների հետ, որոնք որ արդեն ունեն ֆունդամենտ,
այդ ֆիզիկական այդ որ դիմանան այդ ամեն նագրուսքի Սովորային էլ։ Սովորային, բայց ես եկել եմ ոչ մի բանից անտեղյակ, մի ժամ պարաբելու նպատակով մտել եմ զար զգում եմ 4-5 ժամ։ Իսկ այդ սկզբում ավելի շատ էր մեր պարամունքները, որովհետև լիքը բան բաց թողումներ կար, լիքը նոր բաներ է, ստայլերին ես ծանոթ չէի ամերիկական։ Եկել եմ Մեքսիկ տղու հետ սպարինգ եմ արել, ծեծել են ռինգի մեջ։ Ես ոչ մի բան, ես որ կարողացել եմ ինչ-որ մի հատ տեխնիկական բան անել, մի հատ ցախ էի անում, չէի հասկանում որտեղից էր ինձ խփում։ Այսպես խառը, ինչ ուզում անում էր, հա։ Անսովոր։ Հա որ sense բան ալնում է սպարինգները դեմի վախտեր էլի որ նոր սկսել էինք որ sense խփում են գլխի բան ոտի չոքիդ են խփում բան դու սպասում ես sense ավտոմատ հեսա կայնստելու են ասում ոչ մեկ չի կայնստում էլի ա խփում որ ասում ես ես չեն կայնստում 10 ռաունդ ամեն օր խոսքի օրը մեջով գալիս ես մի քանի ռաունդ այդպես գրովը տանցնում է ոչ մեկ չի կայնստում արա ասի գլխի հետևը մի խփի չոքին մի խփի խոսքի կրունգին մի խփի մի հելվոտի վրա կայնի ոչ մի բան չի ասում Դե համաստում ես ժամանակ ժողում ես դու էլ կարաս անես սկսում ես թարախը մտնում է մեջդ էլի արդեն դել ես սկսում անում բայց մինչև այսօր իմ սպարինգ պարտներներից ես իմ ձևով եմ դաստիարակ այսպես ասած այդ մարդկայինը ես մտցրել եմ իրանց մեջ այդ սկզբից որ իրանք իմ հետ սպարինգ են անում մի հատ թեքվում է գլխի հետև խփել այդ ամեն ինչ այդ ագրեսիա կար հարգանք չկար բայց այդ ամեն ինչ որ սկսեցի ես իրանց հարգանք տալ ես այդ իրանց արածին չպատասխանեցի վադով ես էլի իմ բարիությամբ այնօր չէ պես չէ դու ինձ պետք ես մեր մոտ դանակները սրած գալիս էին ջետ դրած մտնում են զալ այդ իր արածին որ նայ իմ սպարինգ պարտներները ես չեմ գնում ինչ որ մի զալ այդ տղեկին ես եմ ոնց որ հրավիրում բերում որ իմ համար ինձ օգնեն ու այդ եթե ես իրանց արածին սկսեի տեղ կա մինչև մի օր ես կարամ խփեմ խոսքի զգում եմ որ տեղն է կարա նակաուտ դեղնիկը չեմ անում որովհետև պետք է ես այդ ձև եմ մոդենում այս ամեն ինչին ճիշտ է ու այդ ամեն ինչը իրանց մեջ է մտավ այդ մարդկային այդ ամեն ինչը որ չէ պետք չէ վնաս տալ ես իրանց բացատրում եմ որ հիշում ես որ ձեր չեմ բարձրացնելու կներես հիշում եք որ բանը Դավիթ Թորոսյան արես մեր արա օգտագործի sense որ անես չի գալու հա այդ նույն ձևով են տարբերությունը գես ինչու՞ա գուշտով քո քաշում նայես մեզ մի քանի օքին է դժվար է շատ դժվար է գալու մեր ջիմում ապա վայլդ քարտում ասենք մի տղու հետ կարող է մի հատ սպարինգ անել, մեկը 2 ամիս հետո այդ տղու հետ սպարինգ անել։ Գալիս էր ու գնաց մորթոցին, վաբշե շանս չկա, ով սպանեց, ջոգիր, այդտենց։ Ու արդեն կողքի մարզիչն էին իրան տենց չի նայ, որ ինքը քեզ օգուտ տալով է։ Որովհետև ինքը չլինի մյուսը կա։ Հա, որովհետև ինքը չլինի, այն մյուսն, այն մյուսը չլինի, մյուսն։ Իմ քաշում, այսինքն չտեսնելով ավելանում էին մարդիկ։ Հազա սպարինգի պարտներներ։ Այնքան երբ մի 500 հոգու հետ սպարինգ եմ արել ապստեղ։ Ահա որ շատ էլի։ Դրա համար որ չես կարա էլի դրանց վրա արդեն ինքն էլ էր փուշանում ասում էր գնա նույն մարտիկ են ու սկզբում որ չես կարա վնաս տաս արդեն վնաս տալով էի մի բա եղավ որ սկսել էի արդեն ես էլ այդ ոնց որ ասած 100%-ով էի սպարինգ անում հոգնում էին չեն գալիս նեղվում էին այն մեկը Ադամս էս ճարտե չեմ գա սկսեցին փախնել ու հասկացա որ կարելի է մի քիչ ավելի խելացի մոտենալ այդ ամեն ինչին, չվերջացնել այդ տղուն, չքամել մինչև վերջ, ինչ իրանից վերսել, հա, տեղ թողել։ Այդ ամեն ինչը ավելի սկսեցի ես գիտակցաբար մոտենալ, հա, որ ես այս մարդկանցից ոնց որ օգուտ եմ ստանում։ Չես կարող ասես գումար եմ տալիս քեզի ոնց որ սպարինգի համար, արից էցեմ։ Այդ դեմքդ պայպտի ուժեղ բոքսը, because փողը։ Ճիշտ ես ասում։ Գուք հիմա ում հետ ես աշխատում թիմը, ասենք մենեջեր, promotion, contract, ասա մարդիկ իմանան ում Պրոմոտերը աշխատում եմ TGB-ի հետ, TGB-ն այսպես ասած նույնիսկ PPC-ն է։ PPC-ի հետ եմ աշխատում, մարզիչս Ջոգուսն է։ Մանեջերներս Վարդանն է Թորոսյան, Ամերիկա հայ, այսպես ոնց որ ասած Հայաստանից է տեղափոխվել Ամերիկա, բայց արդեն 40 տարի է Ամերիկայում է ու Հայաստանից մեր ֆեդերացիայի նախագահն է Արթուր Գևորգյանը, այդ երկուսն են ինձ մենեջերություն։
սկսել ենք իրար հետ, ես իմ մոտ այդ բանը կա, որ սկսում ենք իրար հետ հասնենք տեղ։ Մեր նպատակը մի հասնել այս բուրգի գագաթին։ Դա Աստված է։ Աստված բոլոր սպորտսմեններին, բոլորի նպատակը է բոլորիս լավ գիտենք էլի ինչ դաժան ճանապարհ է ու ուրատանում։ Այդ ընթացքում լիքը խնդիրներ ալնում, թե տրավմաներ, թե չգիտեմ, որ անհաջողություններ Աստված չան ինչ որ վատ բանով չեմ ասում, քեզ օրինակ չեմ բերում, բայց անխուսափելի է էլի այդ ճանապարհը։ Շատ անխուսափելի է, մեր սպորտում որ ռինգ ես մտնում ու ինչքան ուզում ա բարձր ես դիմացինից, ամեն ինչ կարա լինի, այդ մի հարվածը այնեք ու քաշում, ամեն ինչ կարա փոխի, դրա համար շատ սառնասիրտ ու ուշադիրն ես։ 23 թվին 2023 թվականին լուրջ բոյ էի պատրաստում Չարլզ Մարտինի հետ։ Ահա։ Ապրիլի 22-ին Ռայան Գարսիա Թենք այդ ֆայթի տակ Լաս Վեգաս։ Պատրաստում մի ամիս առաջ կողս շարտավ։ Սպարինգի ժամանակ։ Հարվածից, հա։ Հարվածից։ Երկու մատը չարտավ։ Այդ էլ ամենադժվար կպրոկտը։ Ես չեմ կարող բացատրել, իմ կյանքում այդ տեսակի ցավ դրանից չի եղել։ Ես չեմ ունեցել այդպես վնասվածքներ, ինչ որ ցավեր։ Մի անգամից վերջ, այսպես կանգնել եմ, սառել եմ, չեմ կարողացել ոչ շնչեմ, ոչ ուղիղ կանգնեմ, ոչ ընկնեմ, դաժե ընկնել չէի կարող գետնին ցավից։ Այդ ուտպես գնացել եմ հիվանդանոց, անցել է դրանից մի քանի ամիս, սրսկումներով, որ հեսա պետք է էլի բոյ տնեն։ Հուլիս ամսին բոյ դրեցին Քրաֆորդի ու Սպենսի այդ ֆայթին, էլի Լաս Վեգաս, ուկրաինացու հետ։ Վիկտոր Վիխրիստ, հա, Եվրոպայի չեմպիոններ մեր։ Բոյս մի 10 օր առաջ անցնում ենք, չէ՞, բժշկական։ Գնում եմ բժշկական կոմիսիայի, աշկերտս ստուգում են, ասում են, չես կարող ֆայթ անես։ Ասում, բայց ես լավ եմ։ Բայց ես էլի եմ արել։ Հա, էլի եմ արել, բայց ինչի։ Սենց մի քանի հատ։ Աշկս երկու տեղ ռիթնաթեր, երկու ներսում, մեջը երկու տեղ պատրված։ Ցանցը։ Հա, հատակը։ Իսկ սաղինս այտենց բան կա, հա։ Ու եթե հենց հիմա չանես, կարող արուն լսվի կուրանաս։ Հենց տեղից քշել ենք downtown, արագ 15 րոպեում վիրահատել են լազերային։ Չես կարող ես բոյ անես։ Ու այդ տարին ընդհանրապես չստացավ։ Այդ տարին ինչ անում էի չէր լինում։ Սև ղշի տարի է, էլի քո։ 23 թիվը չի ստացվել։ Ինչ արել եմ չի ստացվել։ Ամեն ինչ լավ եղե։ Լավ առաջարկներ, բայց վերջը վատ։ Շատ լավ։ Այդ երկու առաջարկը ամեն ինչ ապագայում մեծ անուններ այդ ամեն ինչը, բայց չստացավ։ Ոնց որ հետ բայց մի բանը մի կարող է տենց է պետք էր։ Շատ քիչ մարդ գիտի էս նյուանսների։ Մեջի մարդ է էլի։ Հա, ասենք շատ քիչ մարդ գիտի էս մարդու ստացած տրավմեքի մասին, ապրումների մասին։ Նույն ձևի ինձ առաջարկեցին Մանչեսթերում ֆայթ, եկա ժամանակ այն որ հիշում ես գոր, արդեն սա թիմի համար տոմսեր էին առել, տեղ էին վերցրել եւ այլն ու իրանց պատճառով քենսել եղավ այդ ֆայթը ու այդ ապրումների մասին քիչ մարդ է իմանում։ Էլ չեմ ասում որ տրավմա է ստանում ու դրա պատճառով է քենսել անում, քո պատճառով է արդեն ելնում cancel fight-ը, այդ ապրումները ոչ բոլորը գիտեն։ Դրա համար որ նայում են մարդիկ պետք է իմանան, որ sense բաներ էլ ալու, մենակ գալ ծափ տալով չի էլի։ Շատ ճիշտ ասեցի։ են անցնում մարդիկ։ Ու պատրաստում ես, ու 3 անգամ իմ մոտ եղավ վնասվածքը։ Չեմ կարող, այդ լավ օրինակ ունեմ, շատ եթերային չէ, թե չկասեի։ Այդ ոնց որ պատրաստում ես այդ ամեն ինչին, որ հիմա դուրս ես գալու ցույց տաս թե դու ինչի ես ընդունակ, ու չի լինում։ Ու քու պատճառով է։ Ու դու չես կարող ասես մեկին մեղադրես։ Մեղավոր չես կարող գտնես։ Ոնց որ քու պատճառով է որ ձերքը տեղը լիներ, կողը չէր ջարդի։ Մի քիչ ուշադիր եղներ այդ սպարինգի ժամանակ ամեն ռաունդում մի անգամ այդ հակառակորդի բուտմատը, դրա ձախ ձեռի բուտմատը մտնում էր աշկս, ու ես զգում էի որ մի հատ էսպես է անում ցավեր բան անցավ ու անընդհատ լինում էր որ գնացինք հետ եկանք մյուս սպարինգին ես ձեռնոցներ առա այդ տղուն տվեցի Adidas ձեռնոցներ 18 անց
ասի ու դրանից հետո սկսել եմ ուշադիր անել, ով սպարինգի կուկա, այն ժամանակ կուկային մեջներս այդ թասիբը կար, որ չգնամ ստուգեմ ձեռնոցները չասեմ վախեցնում, մանգամիտ ինչ որ բան։ Հիմա ով գալիս է իմ հետ սպարինգի, ձեռնոցները ստուգում եմ, լավը չի, ես եմ տալիս։ Դա պրոֆեսիոնալի ու ոչ պրոֆեսիոնալի տարբերություն է։ Շատ վատ ճամփով ունեց այդ փորձը։ Դե սա փորձ է, ճիշտ է։ Այդ ցավերով, այդ Գուգջան միջև այդ չլինի չես է կարա ունենաս։ Շատ մեծ ստրեսներ է։ Բա ի՞նչ է։ Ամեն բոյի էի պատրաստում կույրակից տրակավ։ Ապա հետևից ոնց որ մարդիկ են ֆռում, հա։ Բոյից առաջ մեծ բոյ է սպասվում։ Բոյից առաջ կույրակից մի կերպ հասցրել են հիվանդանոց։ 5 ժամ վիրահատություն են տարել մակ։ Չկա մի հատ ինձ լսես բախտ նայողի մտքի դասկու։ Ես այդ ամեն ինչը գտա, գիտես որտեղ։ Որ ես զգացի որ տեղափոխվել էի Ամերիկա, իմ հավատից հոգևոր կյանքից կորել էի։ Անջատվել էի։ Ես եկեղեցի չէի գնում այդ ժամանակ ընդհանրապես, այդ վնասվածքներից առաջ։ Ես Ամերիկայում էի մի տարի, համարյա 2 տարի, ես չէի գնա, չէ, մի տարի ու կես երևի, եկեղեցի չէի եղել։ Ընդհանրապես կտրվել էի հավատքից, որ ես միշտ եղել եմ հավատքի մեջ, ես հավատացյալ եմ։ Եկել էի Ամերիկա, ընկել էի ես Ամերիկայի ոնց ասեմ, ճոխությունների հետևից, հա։ Վասկի մեջ ավելի շատ։ Որ ես միշտ բարամքի մեջ էի, շաբաթ-կիրակին պետք է հանգստանամ։ Ու այդ վնասվածքները եղավ, ես միտեղ ուզեցա գտնեի այդ ամեն ինչը, թե ուրտեղ գտնիմ ես ինձ։ Ես ոնց որ հա պատճառը ուրտեղ եղավ, ու ես գտա դիք։ Ես գտա որ ես հավատքից կտրվել եմ, ես նորից մտնեմ հավատք։ Ու նորից մոլորված այդ գարի պես եկա եկեղեցի, եկա Աստծո դուռ էլի ու ստացա այդ ամեն ինչը, չեմ ասի հիմա դարել եմ աստղ, չէ, ես աստղ չեմ, բայց ես գտա իմ սխալս որտեղ էր։ Ես մոլորվել էի, ես հետ եկա։ Մեր կյանքում вообще այս սպորտային մեր կարիերայում ես մի հատ բան եմ հասկացել, որ բոլոր մարզիկների իմ, Նարեկի, քո վստահ եմ ու բոլորի մոտ եղել է մի հատ ինչ-որ շրջան, որ սենց այն բարձրանալու շրջան է եղել, էլի։ Կա եղել է վայրեջքներ, բայց այդ բարձրանալու շրջանը շատ կարևոր է։ Այդ շրջանում լիքը բան է սենց բացվում առաջ, էլի քո առաջ։ Այն մարդիկ, ովքեր որ պետք չի լինեին, բայց կային, ովքեր ում որ նեղացրել ես, բայց պետք չէր նեղացնել։ Ու լիքը տենց բաներ է բացվում։ Ու այդ ճանապարհին միշտ լինում են նեգատիվ մարդիկ, ովքեր որ սենց ուզում են սենց միշտ սենց վատը խոսան, միշտ ուզում են այդ լավի մեջ, այդ որ գնում ես առաջ, դրա մեջ վատ բանը տենան իրանք, ու սենց վատը սենց տարածեն, որ մարդը ասենք չգիտեմ, մենք կողինն էլ կարթա մի հատ վատ բան դենա, մի բանը ինքը ասի այն մեկը։ Ուզում ասեմ, այդ նեգատիվը միշտ կա։ Ինչքան ուզում ես լավ մարդ եղի։ Բայց ստատիստիկայով էդի գիտես երբ է ալնում միշտ։ Երբ որ մեկը հաջողություն մարդու մոտ ինչ-որ հաջողությունների շարք է։ շարք է։ Այդ վերելքի բահանա է։ Ով որ չգիտի, ասենք ում որ գլխով պետք է անցնի կամ անցնում է, պետք է սենց մի հատ բան ֆիքսի։ Եթե իմ մասին շատ խոսում են, ուրեմն մի բան ինձանից ներկայացնում է 100%, ես սաղ կյանքս տենց եմ ասել։ Պետք է չշեղվեմ։ Բացի դրանից է անպետք մարդու մասին ոչ մեկ չի խոսում։ Ուրեմն մի բան ներկայացնում ես քեզանից կլինի լավ, կլինի վատ, կլինի չգիտեմ։ Բալում մի բան ներկայացնում ես որ մարդկանց ուշադրության կենտրոնում ես։ Հա, դե մեր առավել մենք եթե վատն անեինք բնականաբար բոլորը կիմանային դրա մասին։ Վատ բան չես անում, ուրեմն օքեյ է ամեն ինչ։ Պետք է խոսացողները հայ խոսալու են ուզում ասեմ, էլի։ Այդ խոսացողները խոսացողները միշտ որ խոսում են ոնց է իրանց թվում որ իրանց թվում է իրանց ոչ մեկ չճանաչեց։ Արա դե մեր հայերն են էլի տղեկ չգիտեք խասյաթների հայ ազգի խասյաթ։ Չես ասում որ ինչի ասեցիր այս ծեր, ինչի կաժեկազերգես իմ հաղթանակս։ Հաղթեի չեմ ասում դե պատրաստ չէր։ Ով։ Ջալալովի հետ 21 թվին Ջալալովի հետ մտել եմ։ Հա։ Ես չեմ ասում հաղթել եմ, չեմ ասում պարտվել եմ։ Շատ Այդ սիրողական 21 թվականին, հա, ստրանժայում։ Բոյից իջել եմ, սկզբից իմ ձեռս հանեցին։ Վերև Գուրգեն Հովանեսյան, հաղթել եմ։ Սկսին մեր հայերը ծափտալ, մի անգամից սա խառնվան դեղից այդ ուզբեկները եկան բան, նորից իջեցին ձեռս,
առանց կամերայի արդեն այդ վիդեոն այդ բոյը կա առանց կամերայի իր ձեռը վերև կանեն մի րոպե հետո իջել եմ ռինգից երրորդ ռաունդը ես շատ լավ բոյ եմ արել երրորդ ռաունդը ճարալով այդպես ինչ որ բռնել բան չունենք միշտ տեխնիչնի հերվից բոյ անում երրորդ ռաունդը ինքնից անընդհատ բռնելով ես չխփեմ իրան ու իջել եմ ռինգից որ մի քիչ մոտս սկսեց ավելի նոր COVID-ից հետո բոյեր չկային, մրցումներ չկային, բան մի քիչ մոտս ես 20 թվին գիտեի վերջ ամեն ինչ։ Անկում էր մոտս։ Ու այդ հաղթանակից հետո ես մի տեսակ մոտս նոր բան եղավ, որ ես կարող եմ, այսինքն, եթե ես կարող եմ օլիմպիական չեմպիոնի հետ, աշխարհի չեմպիոնի հետ լավ բոյ անեմ, ուրեմն հələ շանս կա։ Ու իջել եմ ռինգից ու շատ մարդիկ արդեն մարշչական խմբից նույնիսկ դե պատրաստ չէր բայց ուրախացեք որ ես լավ բոքս եմ արել մի ասեք թե պատրաստ չէր ու իրանք ցույց կտան այդ ամեն ինչը չեն ուզեցել ողջորվես դու հաղթել ես կամ լավ բոքս ես արել աշկի ես ընկել ու այդ բոյից հետո մի անգամից PBC-ից կոնտրակտ եմ ստացել այդ Ջալալովի հետ ֆայթից հետո մի անգամից PBC-ն ինձ կոնտրակտ է ուղարկել նոր դուռը բացվե իմ կյանքում Չկա չարիք առանց բարի։ Տենում ես։ Հա, գրվել եմ, բայց այդ հաղթանակը չի էական է, որ ցույց ես տվել, որ ինչ ես դու ընդունակ։ Բայց ես մեր այդ քու կողքիդ մարդն է, ու դու ոնց հավատացել այդ Դանգյունին։ Դե ամեն ինչը իր պատճառն ունի, իրանք էլ իրանք պատճառն ունի։ Գիտես որն է, ես ոնց եմ նայում։ Չեմ վստահել իմ հանգույց։ Չէ, դու այդ ժամանակ ավելի հասուն ձևով պետք է մոտենաս, որ ինքը չի կարող իր մեջ ուժ գտնի, ինքը իր մեղադրի։ Ինքը իրեն չի կարող մեղադրի, չի կարող այդ ուժը գտնի, ասի ես ճիշտ չեմ մարզել ես մարդուն, ճիշտ չեմ պատրաստել։ Իր համար ավելի հեշտ է մեղադրի դիմացինին։ Համար ես մի քիչ այտենց եմ նայում, մանավանդ սիրողական այդ ուժեղ մարդու որակ է։ Այդ քո ասած ուժեղ մարդու որակ է, որ դու մի բան կձախողես։ Առաջինը քո մեջ ես մանգա։ Առաջինը չես մանգա, թե դու ուշ եկար, դու գնացիր, դու չբերեցիր։ Դու քո մեջ ես ասում, այդ չգալը, չբերելը էլի քո մեղքը դե։ Դու կարող ես կառավարես այդ ամեն ինչը։ Ասիր Ջալալովին հետևում ես հիմա։ Իր կարիերային հետևում ես։ Հա, նայում եմ դե իր բոյերը։ Ոնց ես պատկերացնում, ունեք պատկերացնում ես քեզ Ջալալովի հետ հիմա ֆայթ ունենաս։ Իմիջայլոց մի ամիս առաջ երևի հետևորդներից մեկը գրել էր այդ հարցը, կարծեմ այդ հարցն էր հենց տվել, որ Ջալալովին կարա հաղթի թե չի կարա, ոնց որ հիմա դրա համար եմ այդ հարցը տալի։ Դու տենում ես հիմա պատրաստ ես քո մարզավիճակը, հոգեբանությունը, պատրաստ է Ջալալովին հաղթելու համար։ Շատ սպասված է դա ամեն ինչը, շատ հնարավոր է որ մոտ ժամանակներում նույնիսկ ունենամ իր հետ ֆայթ։ Չեմ տեսնի անանցանելի ինչ որ արկել կամ ինչ որ դժվար բան այդ մարտի մեջ չեմ կարող ասել հեշտ, ինքը հեշտ տղա չէ։ Բայց ես ունիմ իմ տակտիկան, ասած այդ մարտի հետ կապված, որ այդ տակտիկայով որ շարժվում եմ, ունեմ հաղթանակ։ Վստահ ես։ Վստահ եմ որ կարող եմ ես այս խնդրի տակից դուրս գալ։ Խնդիրը կարող եմ լուծել։ Անանցանելի չէ իմ համար այս ամեն ինչը։ Ավելի անանցանելի մարդ կա հիմա։ Դե խոսանք չեմպիոնից, այս պահի դրությամբ Ուսիկի մասին։ Ես միշտ ասել եմ, ես արդեն մի տարի բոլորին ասում եմ, որ այս պահին Ուսիկի կրող չկա։ Ծանր քաշում, Ուսիկ արդեն մոտ 40 տարեկան է, 38 տարեկան է, որ բոքսի համար ինքը ծեր է համարվում, ծանր քաշի համար այդքան ծեր չէ։ 88 թե 87 թիվը, չէ՞, կարծեմ։ Կարծեմ 38 տարեկան, հա։ Ու այսօր իրան չեմ տեսնի հաղթող։ Մեր բոքսի մեջ ծանր քաշի մեջ չեմ տեսնի իրան հաղթող։ Ու ես միշտ իրանից իմ համար ստրես է եղել իր ծանր քաշում հայտնվելը ու ծանր քաշի հաղթելը, ում հետ մրցակցած մարդկա 2-3 անգամ եկել է, Ուսիկ, Ֆյուրի, այս Դուբուա։ Ինձ համար դժվար էր տեսնել այս ամեն ինչը, որ ես ծանր քաշում եմ, ինչ որ մեկը cruiserweight-ից կիսածաններից բարձրացել ու բոլորին հաղթում է, այն էլ խայդարակ ձև, շատ
Բացահայտ ձևով։ Բացահայտ ձևով Բայց հաղթում է։ էդի ինձ թվում է Բայց հիմա սիրան բոքսի նույն օրենքն է, օրինակն է, դու աստվածտա չեմպիոն ես մեծ գոտի վեկալ ես, էդի միշտ պետք է այդ մարդիկ միշտ հայտնվեն, էլի ոնց որ միշտ այդ այնց սպորտաձև ենք ընտրել, որ մեկը միշտ գալիս այն անհավանական մարդուն, որ կրվել ոչ մեկի կրվել չի։ Չեմ ասում կրվես, չէ, դրա մասին չեմ խոսում։ Միշտ հայտնվում է մեկը չեմպիոնի համար, չէ՞, սենց նայում ես, չեմպիոնի համար, Մուհամեդ Ալիի համար։ Միշտ հայտնվում է մեկը, որ սենց խոչընդոտներ է առաջացնում։ Անեն սպորտաձև որ Այսօր հայտնվել է Ուսիկը, բայց ես իրանից այսօր ինքը օրինագելի է։ Ես նայում եմ իրան, այդ իր դիսցիպլինան, իր զբորների գնալը, ինքը կտրվելը, բան այդ ամեն ինչ օրինակ է մեջպես էս։ Նոր սերունդ չասեմ, բայց ավելի քիչ ջահելը գալացող նորերի համար, ես հիմա համարում եմ նոր իրանց համար։ Ու ես օրինակ կվերցնեմ իրանից։ Ինձ թուրք ու կարող մարդը կարող է այսինքն կտրվի մի պահ, գործե, ստեղծագործե ու արդյունք տա ու ոնց որ մի հատ նստինոր բայց ես գիտես ինչ եմ հիշում կասես հիմա ճիշտ եմ հիշում թե սխալ այն վաղ հավաքների ժամանակ սիրողական երբ որ հավաքականի մեջ էինք ես հիշում եմ որ բանը վառ ֆան էիր բանի Tyson Fury ճիշտ եմ հիշում հա Fury էիր սիրում չէ ոնց էիր վերաբերվում Usyk Fury հետ ես էլի Fury-ն եմ բալետարը հա իմ համար ես ասում եմ իմ համար անհասկանալի եղե անընդունելի եղե որ Ալեքսանդր Ուսիկը ոչ կիսածաներից բարձրացել է ծանր քաշ ու իմ դաշտում իմ դիվիժնում բոլորը հաղթում է ես Ուսիկի բոլոր հակառակորդներին բալետ եմ արել բացի այս վերջի բոյից Դուբոյի հետ հա որովհետև Դուբոյան այդտեղ են չէր որ Ուսիկի հետ հանգարց կրեր իր այդ տվյալներով ու ամեն ինչ այդտեղ են չէր ու ես սկսել եմ հարգել Ուսիկի արածը հիմա ընդունում եմ ես իրան ոչ թե ծանր քաշում եկել է բոլորին կրում է այլ ինքը այն մարդն է որ հաղթողի կամք ունի հաղթողի բնավորություն ունի այդ մարդը կարող է այսօր հաղթել դիսցիպլինա ունի առաջի հերթին իր դիսցիպլինա որը մեր սիրողականից եկած չեմ կարող ասեմ ձեր ժամանակին եղել մեր ժամանակ այդ դիսցիպլինան մի քիչ դրսում մրցում գնալը դիսցիպլինա պահելը թույլ եղե իմ կողմից հա հենց իմ կողմից թույլ եղե գնացել ենք մենք այդ ամեն ինչը ազատություն ենք ուզեցել գտնենք մենք այդ մրցման տեղ նոր երկիր ինչ որ մի բան ուզեցել ենք այդտեղ ազատություն գտնենք բայց մենք դրա համար չենք այդտեղ մենք գնացել ենք գործ անենք բայց այդ շատ լավ է որ տարիներ հետո հասկացել ես արդեն բայց գալիս է տարիներ հետո հիմա ես ինչ կարամ փոխեմ ոչ մի բան կարամ մեկին խորհուրդ տամ որը բայց ապագայում լիքը բան երբեք հա դե հիմա արդեն այնպես գործի մեջ ես որ ամեն մի հատ վայարք է ամեն մանունքը դու արդեն համատում ես առաջ ոնց ես արի հիմա ոնց ես անում ու դրա տարբերությունը բայց այդ ամեն ինչ որ մեկին խորհուրդ տալ անիմաստ է ոնց ես անիմաստ եմ գտնում կարող ես դու խոսած լիքը շատ բան ասես բայց դեմ ասում մարդու քթին կպնի էլի հա ինքը դե անցնի որ այդ ամեն ինչը զգա հա կա տենց բան բայց դե ինչու՞ չէ կարաս նույնը ասես ընդունեն խոսում էինք միջևես որ այդ սպարինգների այդ տրավ մեկը պետք է մեզ ստանաս նոր հասկանաս որ այդ ոնց բացատրես մեկին հա չէ դի համաձայն եմ գոհ մի հատ բան կա տղակա հաստատ վստահ եմ տեսած կլնես Մոզես Իթումա հա մեր քաշում 20 տարեկան շատ լավ տղա է շատ լավ տղա է հա կարծիք ունես ես իմ կարծիքով մենք կհանդիպենք իրար ոնց ես տենում իրար որպես հակառակորդ հարմար է քեզ լինելու թե չէ չեմ կարող ասել հարմար չեմ կարող ասել շատ բարդ հարմար չեն առումով որ ինքը արդեն ծախլիկ է ու արագ է չափսերով մի քիչ փոքր է ինձանից չափսերով առավելություն ունեմ ու
Լավ մենամարտ։ Լավ կեղնի։ Ես Լավ մեր կոմը կլինի հաղթանակը։ Բնականաբար, ես գիտես ինչն եմ մենակ ես են Արն է, ասենք մենք միշտ հիմնականում թե գիտես դու է լավ, որ մեր սաղ քայլերը միշտ իրար ենք եղել։ Մեր բռնցքամարտի են արդեն 50 տարեկում մեր բոլոր քայլերը մենք իրար կողք ենք եղել։ Ու այսքան ժամանակ ես ռինգ երբեք չեմ մտել։ Երդվում եմ, Աստված վկա։ Երբեք ես ռինգ չեմ մտել մտքիս մեջ կասկածով ինքիզանից ուժեղ է, կամ ինքինց կրելու է, կամ ինքինց կկրի։ Հասկանում, երդվում եմ։ Ես ռինգ եմ մտել միշտ, որ ես պետք է կրեմ։ Հա, եղել է, որ մտածել եմ դժվար ալնելու միշտ, շատ դժվար կարա լինի, կարա չգիտեմ, բարդություններ շատ լինի, բան, բայց մտքումս միշտ եղել է, որ ես պետք է կրեմ։ Այսինքն եթե բոքսերը մտնում է ռինգ ու ինքը մտածում է, որ ինքը կրվելու է, ես կարծում եմ այդտեղ դի ռինգ չմտի։ Վստահությունը գործի կեսն է։ Ու լուբոյ հակառակորդի դիմաց։ Դու դաժե աշխարհի չեմպիոնի հետ որ մտնես ռինգ, գիտես որ ինքը աշխարհի չեմպիոնն է, բայց իմ կարծիքով պետք է դու ուղեղիդ մեջ լինի, որ դու ես արդեն ռինգից իջնելու աշխարհի չեմպիոն։ հաստատ։ Կապ չունի մենամարտը ոնց կընթանա, ոնց դուրս կգաս, ինչ կլինի, բայց մինչև մենամարտը դու այդ մի բանի կասկածով ես մոտենում, այդ բացասականը գլուխ է բարձրացնում։ Բնականաբար, էդի ունեցել եմ, սիրողականում եղել է, որ ունեցել եմ ռաունդ, երկրորդ ռաունդ եմ ունեցել, որ զգացել, առաջի ռաունդի վերջ եմ ունեցել, որ ես ասել եմ վերջ չի ստացվում վերջ։ Հանձնվել եմ, այլ բան չեմ կարա փոխեմ։ Երկրորդ ռաունդը եկել եմ, զգացել եմ, որ ինքս տիկյան ես կրում եմ, ու ես ինձ ասել եմ մտքիս մեջ ասել եմ ինչ շուտ հանձնվար, դες կրում ես արդեն, ու սկսել եմ կրել։ Ես առաջի մեծ մրցումս եղել է 2010 թվականի Ստրանժայի մրցումը։ Գնացել եմ 18 տարեկան, 20 տարեկանս այդտեղ լրացավ, փետրվարին այդ մրցում չէ՞ միշտ։ Փետրվարին 20 տարեկանս այդտեղ լրացավ ու հաջորդ օրը բոյ եմ։ Առաջի օրը ուկրաինացու հետ եմ, ինձանից բոյով մկանոտ ու առաջի ռաունդին ես բոքս եմ անում ու իմ մտքից մեջ ասում հանգարց նոկաուտ չլինեմ։ Այդ առաջի մրցում դեր մեծերի մեջ, այդ տեղափոխման այդ շրջանն է, մասկա։ Ու ասում եմ նոկաուտ չլինեմ, առաջի ռաունդն է։ Երկրորդ ռաունդը զգում եմ որ ինքն է արդեն նոկաուտի ջամպին։ Երրորդ ռաունդը արդեն մի հատ էլ հաշիվ են բացում ու ես 20 տարեկան, բայց դի առաջի մեծ մրցում ուսենք ես զգացի որ հա ու նույնը հաջորդը մի հատ բուլղարացու հետ, երրորդը չինացու հետ ու այդ ամեն ինչը այդ հարվածներն օրի վրա կզգայի ծանր էին, բայց այդ սպանող հարվածները չէին։ Հասկանում ես որ չէ, ես ինչ չի էլի։ Բայց մինչև այդ մեծերի մրցում մտնելը թիմի միջից մարդիկ կային, որ ասում էին դու չես կարող մեծերն բոքս անցնել, քեզ նոկաուտ կանեն։ Չէ, ծիրողաբանից երիտասարդներից որ մտնում ես վատ մարդ է եղել, էլի 10 օրը։ Վատ մարդ է եղել։ Մտել ես նոր մտել ես մի հատ ուրիշ շեմ ես անցել, մի հատ մեծ տեղ ես մտել, որ երիտասարդներից արդեն մեծեր ես, էլի։ Մասկով մի քիչ ուրիշ է հարվածը, բան, ու այնտեղ մտնում ես մի հատ 10-15 տարեկան, կպնում ես 30 տարեկանի հետ, բան, ու քեզ այնտեղ ծաղկածր զբորների ժամանակ ասում դու չես կարող ստեղ։ Հա լավն է եղել, Եվրոպա երկրորդ տեղ եմ ընկել երիտասարդների մեջ, բայց չէ դու չես կարող։ Ось մտել եմ կասկածով, ասել եմ դե ինքը փորձ։ Նա ասում է ինչ է։ Փորձառու մարդ է, ես մի կարող եմ մի բան գիտե ու զգուշ ես մտնում, բայց մտնում ես զգում ես որ չէ, այդ տեղը այդ վիճակը չի, այդ վիճակը չի։ Դու չես կարող քիչ պատրաստված շատ վստահ։ Չես կարող։ Այդ տեղերն են նոկաուտ լինում։ Հա։ Այդ ոչ մի բան վրա ոչ մի բազա չունենալով վստահ լինելով հելնում, հա։ Մարդիկ մի հատ մեծ ճամփա են ասում, էլի այդ վստահությունը չունեն, այստեղ եկի հետ է պարաբեստը ուրիշ ազգերի հետ։ Ես այն որ ինձ հարցնում են, այստեղում կկրես կամ ես մեկին չգիտեմ, ինչ ես մինչ հիմա համեստություն եմ անում, երբեք չեմ ասել, այստեղ են հա էս երբեք չեմ ասել, սրա հետ կգտնեմ նրա հետ, չունեմ ես այդ բանի մեջ որ, բայց ես նայում եմ, այստեղ են կրված բոյից եկել է, բայց ինքը վստահորեն կասեմ, ես չեմպիոն եմ դառնալու։ Ես չեմպիոն եմ դառնալու։ Կասում են այս սրա հետ բանկսը easy, շատ հեշտ է այստեղ իմ համար, այդտեղում կրվում է։ Այդտեղ են ունի 12 բոյ մի նոկաուտ։
այդտեղ են մի նոկաուտ ունի արած ու իրան նոկդաուն է անում։ Ու ինքը ինքնավստահ է, որ ես իրան կերելու եմ։ Ոչ թե կերելու եմ, ես աշխարհի չեմպիոն եմ։ Ուր դուց այդ ինքնավստահությունը։ Ջահել սերունդները գուգ ջան, որ նայեն հիմա շատ կարևոր է, որ իմանան օրինակի համար այդ վստահությունը մեծանում է ու ձևավորվում է քո բազայի վրա, այսինքն դու պետք է լավ պատրաստվես թե ֆիզիկապես, թե տակտիկապես, որ դու իմանաս ավտոմատ գա այդ քո ուղեղիդ, որ ես լավ պատրաստվել եմ 160 ռաունդ սպարինգ եմ արել ու ես չեմ կարող վատ շնչեմ, օրինակ։ Մինչև ես այդ չանցա, ես դե միշտ էլ լավ եմ փորձել, ամեն ձևի փորձել եմ հասնեմ այդ պիկին նոր մտնեմ ռինգ, որովհետև ես իմ մեջից որ շատ պահանջկոտ եմ իմ տեսակով, որ ես պատասխանատվությունը մի քիչ դժ բան եմ վերցնում իմ վրա, չէ, ես սիրողական ժամանակ կպել եմ մեր Գյումրիից մի հատ տղա հետ, ում հետ որ 2 անգամ կպել եմ, 2 անգամն էլ նոկաուտ ժամանակից շուտ հաղթել ես։ Երրորդ անգամ մտել եմ ռինգ, էլի այդ լարվածությամբ, բայց ոչ թե լարվածությունը եղել է որ հանգարց չկերվի, այլ որ ավելի լավ դիքացույց ավելի լավ։ Ու այդ ձև եմ ես մինչև հիմա ռինգ կմտնի որ դե պատասխանատվության զգացումն է, որովհետև մենակ չեմ։ Ես որ պատասխանատվություն ունեմ խոսքի իմ հետի առաջ երթին աշխատողների հետ, որ մարդիկ իրանց ներդրումը կանեն, իրանց ժամանակը գտնեն, ես որ շատ մեծ բան է դի։ Ընտանիք, ես իմ դեմ պատասխանատվություն ունեմ նաև։ Ու ես լարվածությունս այն է, որ ես կարողանամ այդ ամեն ինչը լավ անեմ, անցածից ավելի լավ։ Հա։ Ես իմ միակ մտածումն է պատվադի չանես։ Պատվադի չեմ, պատվով կգամ։ Ու միշտ իմ մտքում է դե իմ աղոթներում է որ պատվով դուրս գամ ռինգից։ Հաղթանակած ու պատվով։ Միշտ իմ աղոթների մեջ է դա որ ես պատվով դուրս գամ, որովհետև իմ առաջի մարզիչը Հայաստանում սիրողական Արտավազդ Գևորգյանը ինքը միշտ որ տարել են ձյանքին ու դա շատ մեծ բան է եղել ինչ է տվել ինքը նա ինձ հոգեբանական ինքը տվել է ինձ չի հետաքրքրում քու կհաղթես թե կպարտվես լավ բոքս արա պատվով արի ու այդ ամեն ինչը քեզ մի հատ նոր բան է տալիս մի հատ էս լարվածությունը ոնց որ ասես թողա մեկն է ով որ ասում է որ ինձ չի հետաքրքրում հանգստացնում է ներվը դու չես լարված որ պետք է կրեմ չէ բայց այդ մարդը քեզի կընտունի հետ այսինքն լավ եթե կրվիս էլ ինքը քեզի կընտունի հիմա սպորտում գիտես որ կրում ես կողքը դեն կրվում ես հակառակորդիդ կողքն են բա միանշանակ հակառակիդ կողքն է չլինի մի քիչ հեռու են բալոբորի քեզնից այդ ամեն ինչը հաստատ գիտենաս ու այդ մարդը ինձ այդ ամեն ինչը տվել ու ես ռինգ եմ մտել որ լավ բոքս անեմ այդ կրվելու մասին չեմ մտածել ու ես մի օր հետ կնայեմ դիք շատ մեծ բան եղել ու ես եթե մեկին հաստատ ուզենամ օգնեմ ես այդ խորհրդով կօգնեմ հաստատ այդ մի հատ մարշչիկ ասում խորհուրդ կդամ որ այդ տղուն այդպես մոդեցում տուր մի հատ այդ երիտասարդ երեխա տղա 15-16 տարեկան դու իրան կասես ու մինչև այդ էլ կրվար կախում ենք բան չէ կրվինգը կրվել եմ այդ մարզիչս ինձ ապտակել է նույնիսկ որովհետև կրել եմ իջել եմ 2014 թվականի Անապայում Եվրոպայի առաջնության Թուրքին կրել եմ իջել եմ ռինգից իմ դռներս այսպես չղայնացած եկել է վերս որովհետև իր ուզած բոքսը չեմ արել կռիվ եմ արել բոքս չեմ արել կռիվ եմ արել իսկական որովհետև մինչև ռինգ մտնելը դե թուրք է հա թուրք է պետք է կրեմ այսպես մեջը թասիվն է պետք է բայց որ մտա ռինգ կոնգը խփեց այդ թուրքը դարավ թշնամի որովհետև առաջի անգամ Թուրքի հետ կպնիմ, գիտեք մեր անցյալը, այդ ամեն ինչը որ մեր մեջ սերմանած է, ու դու մտնես կռին, մինչև այդ քեզի կասեն որ այս ամեն ինչը սպորտ է, ենթագիտակցությունը արդեն սկսում է հակառակ աշխատել։ Անջատվավ թուրք Զենքը վեկալը մտել Նժդեի հոգին մտնում է մեջը 3 ռաունդ կանգնել ենք իրար դեմ իրար ենք խփել չկա բոքսի ոչ մի էլեմենտ, ոչ մի բան չկա 3 ռաունդ կռիվ։ Կռիվ։ Հա, 3 ռաունդ կռիվ։ Դրա համար եկել է բան,
ին վրա գոռալով տրներս ասում է «Էս ինչ ես անում»։ Ապեց ես մտքիս մեջ ասում եմ «Կերել եմ, նա դուրացի»։ Նեղեցել եմ, իրանից այդ ժամանակ նեղեցել եմ, որ կերել ռինգից իջել եմ, մի հատ վրես կխոսամ։ Բայց հետո հասկացել ես ուրիշ էր պահանջ այդ մարդու։ Դրանից մի քանի մի ամիս հետո, որ ուղեղս արդեն հետ եկավ, արդեն այս սառը նստած եմ, հասկացա, որ այս մարդը ուրիշ բան է ասում, չի ասում կերել ես Չեմ ուրախանում, հա, բայց ասում է Բոքսա պետք է։ դրա համար հիմա ես խորհուրդ կտամ մարզիչներին, որ մոտենան այդ ձև, որտեղ աշակերտները պաշտպանություն կզգան այդ ժամանակ իրանց մարզչի կողմից, որ նուրբ է այդ հոգեկան վիճակը նուրբ է բոլորին։ կերվել այդ բանը մեր մեջ կա, չէ՞, դե թասիբով ազգենք, այդ թասիբը կա, որ всё կրվա ես, ուրեմն բանի պետք դուք չէ, մեջ սկսում ես քծել, քաշել, բայց ես կրվում էի, իջել եմ պատճել այդ հուշս, ասել եմ ապրես, ինչ լավ բոքս արեցի։ Կրված ժամանակ, կերը իջել եմ, հապտակել է, այս ինչ վատ բոքս արել։ Շատ կարևոր է այդ ամեն ինչը։ Մենակ Գոկ մի հատ թեմայից դուրս բան հարցնեմ։ Вообще ընտանիքով տեղակ եմ որ ստես արդեն քանի տարի է։ Արդեն այս տարի 4 կդառնա, 4 տարի արդեն ստես ու դուրս չես եկել։ Չէ, Հայաստան չեմ գնացել։ Երկու երեխա ունես, աղջիկ տղա։ Աղջիկ տղա, հա։ Ոնց է ընտանեկան կյանքը Ամերիկայում, ոնց է քո համար։ Դժվար է ընտանիք երեխեքին դաստիարակել, մեծացնել այստեղ։ Այսպես լավ սկզբից կամ շուտ ադապտացանք այստեղ, որովհետև մեծ դիմավորողները մեծ փորձ ունեն այստեղ անց կյանքի։ Օգնեցին։ Հա։ Այդ իրանց փորձը ոնց որ մեզ փոխանցեցին, ինչ որ ես պետք է անցնեի մենակով ճանապարհը, ես ունեցա ոնց որ ասած հենարան, ես հենվել եմ իրանց վրա, իրանց ես ընդհանրապես չեմ լիքը հարցեր կան, որ ընդհանրապես մինչև այսօր չեմ զբաղվում։ Իմ այդ նույն այդ մենեջերը իր ընտանիքով, իմ կողքս են, իր քուրը, իր ընտանիքը այդ հարցերով բացերշկա ունես մեծ էլի այդ առումով։ Մեծ բացերշկա ունեմ, որ մենակ մարդը ստեղ այդ ամեն ինչին չէր հասնի պես շուտ։ Ես մի տարում արդեն լիքը բան հասկացել էի, որ մենակով երևի մի քանի տարի էր տևելու։ Իրանց օգնությունը, իրանց այդ ներկայությունը շատ մեծ է իմ կյանքում։ Երեխեքի պահով դժվար է հայությունը պահպանելը դժվար է իրանց մոտ, որովհետև մենք ընդամենը տունը ծնողները խոսում ենք իրանց հետ, տալիս ենք այդ ամեն ինչը, բայց իրանց մեծ մասը հասկացում են դպրոցում այդ ամերիկական բանն են ստանում, կրթությունն են ստանում, այսպես ասած, ու հիմա աղջիկաս հետ մի քիչ հեշտ է, որովհետև ինքս տեղ ենք եկել 3 տարեկան, այդ հայրենը լավ էր արդեն իրա, հիմա աշխատում ենք իր հայրենը լավ է, աղջիկս համ անգլերեն, համ հայերեն լավ խոսում։ Իսկ տեղս այստեղ է խոսալ սովոր է, մեզի 100% հասկանում է, բայց այդ իր անգլերեն բառեր ասում ես հայերեն ասա, ասում է հայերեն է, չի զգում անգլերեն ասես թե հայերեն։ Այդ պահն է միակ ծանր բանը այս ամերիկյան երեխեքի հետ կապված, այդ հայերեն խոսալն է, բայց ժամանակի հետ արդեն դպրոցներ կան, խոսացել ենք արդեն։ Դե հա, կլինի, ընդհանուր համետան մեջ որ միշտ հայերեն եք դուք խոսում, արդեն երեխան մի քիչ որ մեծանա, արդեն ինքը արդեն կգալ է ամեն ինչը։ Արդեն պայմանավորվածություն կա, որ երեխեքին տանենք դպրոց այդ մասնավոր հայերենի համար։ Բայց ես քեզ ասեմ, որ այդ ամենակարևորը չի, որ ինքը դժվարանում է հայերեն խոսալ, որտեղ Մոնթեն էլ էր դժվար խոսում հայերեն, չէ՞, շատ լավ օրինակ է։ Կարևորը ոնց դու հոգով ընտանիքով հայ լինեք։ Շատ լավ օրինակ բերի, որ ես սկզբից շատ կպայքարեի երեխեքի խոսալու համար, մի օր ես ինձ ասեցի, լավ, շատ ծանր կտան, մինչև մի իմ համար ծանր էլ երեխեքի, որ միշտ հայերեն խոսան։ Ու մի օր ես ինձ ոչ մեկ ես ինձ ասեցի, որ կարևորը լավ մարդ եղնի, հայ ազգին պիտանի մարդ դառնա։ Բայց էլի իմ մեջ չեմ կարող հանգարց կողքի դնեմ, ասում երեխեքս հայերեն չխոսան։ Դա իմ համար մի հատ կորուստ է, որ երեխեք հանգարց հայերեն չխոսան։ Դե որ աշխատես կխոսան, ասում եմ, առանց ժամանակ է, էլի, հա։ Դե ժամանակ է, հա, Հովանես Շիրազի ասած, թեկուզ մորը դուրանաս, հայոց լեզու չմոռանաս, այդ բանով մեծացած մարդ եմ, ես էլ չեմ կարող այդ ամեն ինչը թողամ, որ ծնողներդ ինչ են ասում։ Օրինակ երեխեքին բեր։ Դե ծնողներս էլ այդ երեխեքին վեկա լարի բան։ Չէ, չի եղել այդպես բան, երեխա շատ են կառուցել, հիմա աշխատում որ
ծնողներս կան գոնե տեսակցության ստեղում ես նպատակ ունեմ որ սպորտով մի բանի մի հատ տեղ հասնեմ նոր ստաբիլանա նոր հա ստաբիլանա մի հատ առաջ գնեմ ոնց որ ասած նոր կարողանամ մեր տան որովհետեւ շատ եմ կարող հավատա ճիշտ ճանապարհի վրա ես Գուգ ջան կուզեմ սաղ նպատակներդ ես Նարեկը մենք քեզ շատ լավ ենք հասկանում ու հավատա 99%-ից շատերից լավ ենք հասկանում նույն ճանապարհի մեջ ենք եղել նույն ճանապարհով ենք գնում սաղ դժվարությունները գիտակցում են ամեն միմիկատ ամեն խոսալդ հասկանում եմ ինչա այդ կատարվում խիա կատարվում այս կորզի մեջ մարդը կհասկանա ուզում եմ այն որ ամենալավ բաները քո հետ լինի այն որ քո մտքի մեջ մաքսիմում ինչ մտածում ես ինչի որ ուզում ես հասնես, դա հասնես, այն ամենամինիմալը է դա լինի Գուգ ջան։ Ու քեզ մաղթում եմ, որ չգիտեմ, այդ թիմիդ հետ միշտ համերաշխ լինես, ոչ ինչ խնդիր լինի, լուծելի լինի, հա, իրար հետ չգիտեմ, ընդհարումներ շատ քիչ լինեն, որտեղ դա ազդում է քո մարզավիճակի, քո մարզումների ամեն ինչի վրա է ազդում։ Աստված տա հասնես մինչև աշխարհի գոտու մենամարտի ու հաղթես աղբերես, ընտանիքիդ հետ համերաշխ, անփորձանք Շատ շնորհակալ ենք որ եկար մեզ հյուր։ Ես եմ շնորհակալ։ Շատ հետաքրքիր էր։ Մյուս անգամ տա Աստված ամեն ինչ լավ կատարվի, մենամարտը լինի, որտեղ կլինի, անկախ ամեն ինչից։ Փորձենք այնց անենք, մյուս մենամարտից հետո մի հատ էլ հանդիպենք։ Կարող է կիոդիկի բոյես ան։ Պաշտպանես Աստված։ Այո, Աստված։ Դուք էլ լավ գործ եք սկսել։ Շատ շնորհակալ եմ էլի հրավերի համար։ Շատ մեծ հարթակ եք ստեղծել, որ կարելի է լիքը բան լուսաբանել։ Մերսի Գուգ ջան։ Ես այսօրվա դրությամբ լիքը բաներ ասել, շատ բաներ ասեցի, որ մենակ ներսի մարդիկ գիտեն։ Այսօր լիքը մարդիկ չգիտեն ինչ որ ես ասեցի, լիքը բաներ լուսաբանվավ, այսպես ասած։ Ճիշտ է։ Շատ շնորհակալ եմ, որ տվիք հնարավորություն։ Մեր համար շատ հաճելի է, վստահ եմ ժողովրդի համար էլ, մեր հանդիսատեսի համար էլ ովքեր մեզ հետևում են, իրանք էլ սպասում էին այս հանդիպանը, այս զրույցներին, շատ մարդ կա, որ կոմենտներ կգան, իրոք սպասում եմ մենամարտներիդ ու հետաքրքիր կլինի իրանց համար։ Ուրախ եմ շատ։ 12 rounds podcast այո, bye bye